շատ սիրուն օր է, ես առհասարակ սիրում եմ կարելի ասել բոլոր եղանակները իրանց vibe-ով ու այսօր իմ նոշնի մի հատ եղանակ կա, որ արև չի, բայց ցուրտ չի ու սենց դուրս ես գալիս փողոց միանգամից գումաս ծաղիկների հոտը, ծաղիկների ծաղկելու սեզոնն է ու մեկ-մեկ առօրյայով ընկած սենց ուշադրություն չենք դարձնում եղանակին, բայց այնքան հավես է, որ սենց մի պահ կանգնում ես, նայում ես շուրջդ ու տեսնում ես, թե ինչ է կատարվում ու զգում ես, թե ոնց է բնությունը ապրում, հասկանում ես, որ դու բնության մի մասն ես ու այն, որ գնում ես գործի, ինչ-որ անկապ թեմաներով անհանգստանում ես ու ստրեսվում ես, այդ իրական ռեալ կյանքի հետ կապ չունի, այդ մարդիկ են ստեղծել ու բնությունը տենց չի։ Բնությունը հիմա շատ ուրախ է, բնությունը ծաղկում է ու ես որոշել եմ այսօր շատ հետաքրքիր վիդեոներ նկարեմ։ Երեկ գիշերը նստեցի ու պլանավորեցի ամբողջ ամսվա կոնտենտ պլան, որ իմ ալիքները չտուժեն մյուս գործերից ու ես հասկացա, որ չէ, ամեն դեպքում ես շատ մեծ պլաններ ունեմ այս ոլորտի հետ կապված, հենց սկսում եմ նկարել, ինչ-որ զանգ է գալիս։ Ես վերադարձա, այսօր Վայլբերիսից այլ պատվեր ունենք վերցնելու, այն որ անընդհատ բողոքում էի, որ ստեղից մազերը սենց մի տեսակ են լինում, դրանց համար ինչ-որ սթիկ եմ պատվիրել, որ սենց կսում ես, ոսկա, բայց ոչ թե տարայի մեջ, այլ այդ կսելու տիպի։ Մի խոսքով կվերցնեմ, կհասկանանք ինչ է, ասում են, որ դե շատ օգնում է, տենց այդ baby hairs-ին, այսօր կվերցնենք դա ու կփորձենք, եթե լավ լինի, արտիկուլը ձեզ կասեմ։ Ես կուզենայի, որ մի քանի տարի առաջ մեկը գնար, ինձ մոտենար ու ասեր, որ ինձ շագանակագույն կարիճնևի երանգներն են սազում, ոչ թե վարդագույն շրթներքի առումով։ Շատ մեծ է տարբերությունը, ես այն ժամանակ որ լսում էի գույներ, չգիտեմ, սազել, չսազել, մտածում էի դե լավ, գույնի սազելը որն է, բոլոր գույներն էլ սիրուն են ու կա տենց բան, բայց իրականում կա ու անգամ դեմքի սեզոններ կա, տարբեր մարդկանց դեմքին տարբեր բան է սազում։ Հենց օրվա սկզբից որոշեցի պատրաստվեմ, եթե ինչ-որ մեյքափ եմ անելու անեմ, որ հետո չհալարեմ ու չասեմ դե լավ, այսօր չեմ նկարի, թող մնա մի օր հետո կնկարեմ, որովհետև պլանավորել եմ միանգամից մի քանի վիդեոներ։ Մի քիչ պատրաստվեցի ու այդ առավոտվա հոգնած վիճակը անցավ, աչքերիս եմ մի քիչ ստվերաներկ չէ, ստվերաներկ ու սյուրմա եմ մի քիչ քսել, որ շատ ուզում եմ մի քիչ շատ քսեմ, չի ստացվում, իմ աչքերը հուդիդ են ու շրթներկ, ֆիքսատոր, այսքանը։ Այս երանգների համար ես գժվում եմ կանաչը, այս վարդագույնը իրար հետ շատ սիրուն է ու հատուկ բերել եմ հենց գրասեղանիս մոտ, որ աշխատելուց անընդհատ կարողանամ նայել ու հիանալ։ Եկել եմ սուրճ խմելու, արդեն առավոտվանից այսքան ջուր եմ խմել։ Քանի որ ես մոռանում եմ ջուր խմելու մասին, ջուր խմելու կետ եմ ավելացրել իմ to-do list-ի մեջ։ Ծիճկա եմ դնում օրվա վերջում, որ ես գոնե 1.5 լիտր ջուրը խմել եմ, 1.5 լիտր դեռ չի ստացվում, մի լիտր է ստացվում, չգիտեմ ինչի, բայց պատկերացրեք ես դրանից ավելի քիչ եմ խմում օրվա ընթացքում, դրա համար հատուկ տարայով, որ կոնկրետ հաշվարկ ունենամ, թե ինչքան եմ ես խմում օրվա մեջ ջուր, հաշվում եմ ու հույս ունեմ շուտով կկարողանամ 1.5 լիտր խմել, որովհետև զգում եմ իրոք թե դա ինչքան լավ է ազդում հենց թեկուզ մաշկի որ մազերի վրա արտակնապես էլի ու բացի դա ասում են որ էներգիայի վրա է ազդում ջուր ուզեցի Ես հենց մի քիչ ցուրտ եղանակին ավելի շատ եմ սիրում պաղպաղակ ուտել, քան երբ որ դրսում շոգ է լինում, առաջ տենց չէր, հիմա տենց է, մարդիկ փոխվում են ու ձմռանը այլի ամբողջ ձմեռ սիրում էի պաղպաղակ գնել, վարդագույն, եղակի։ Այսօր հայկական սերիալ ենք նայում չբացահայտված գործեր։
Այս սերիալն է իրականում այն հավեսնելուց, որ պատկերացնում ես, որ այդ դեպքերը, այդ հանցագործությունները եղել են Հայաստանում, բացահայտվել են, ու սենց գիտես, որ դա իրական ինչ-որ պատմություն ա եղել, ու հիմա դրա մասին է նկարած, տարբեր սերիալներում տարբեր իրական դեպքերի մասին են, ոնց են բացահայտել եւ այլն եւ այլն։ Արսեն Սաֆարյանի աղջիկն է խաղում այս սերիալի մեջ, ու իրան որ նայեցի հիշեցի Արսեն Սաֆարյանի երգերը, ըստ վերջերս լսում եմ մոռացա անունը երգի։ Ուր էլ գնաս դու երգը։ Ուր էլ գնաս։ Ում էլ սիրես դու։ Շատ էի սիրում ես այդ երգը, ու սենց վերհիշել եմ այդ երգը, այդ աղջիկան որ տեսա հիշեցի Արսեն Սաֆարյանին, հիշեցի այդ երգը ու էլի սկսել եմ շատ հաճախ լսել։ Որ copyright-ի խնդիր չլիներ, կդնայի իրար հետ լսենք։ Դու գարու ես որ բացես մի օր, քո ձեռքով փակված դռները։ Ես երգի հետ կապ չունեմ, ես երգելու հետ կապ չունեմ։ Մի հատ վատ բան ստացվեց, մի հատ գործ պետք է ուղարկեի, որի մասին մոռացել էի ու ժամկետ էի ասել, որ չեմ պահել ու հիմա պետք է շատ արագ դա անեմ ուղարկեմ։ Առավոտյան արդեն պետք է պատրաստ լիներ, բայց արդեն անցել է երևի թե մի 4 ժամ իմացած ժամանակից։ Կես ժամ կտևի ինձ թվում է, այդ անեմ ուղարկեմ, հետո անցնեմ իմ պլաններին։ Wildberries-ի պատվերը, որի մասին ասում էի, դեռ չի հասել։ Ես չգիտեմ ինչա կատարվում Wildberries-ի հետ, բայց դա միակ պատվերը չի։ Պատվիրել էի նկարահանման շատ լավ լույս, որը ճանապարհին էր ու հենց այդ օրը, որ պետք է արդեն հասել էր, cancel եղավ պատվերը վաճառողի կողմից։ Պատճառը չնշվեց, ենթադրում եմ, որ երևի կոտրվել է ճանապարհին կամ ինչ-որ վնասվել է, որ չեն ուզեցել պատվերը տենց տան, բայց cancel եղավ, որ ինձ շատ պետք էր այդ օրը այդ պատվերը։ Այս մեկը այդքան էլ շատ պետք չի հենց այսօր, բայց ամեն դեպքում այս վերջի 2 պատվերները սենց մի տեսակ անհասկանալի ձևով են գալիս։ Հիշում եք, որ ասում էի արևը շատ սիրուն ընկնում է իմ սենյակի պատերին, հիմա այս ուզորները իմ դեմքին է, բայց հեսա քիչ-քիչ հայտնվելու է այն պատին, հեսա ցույց կտամ հենց ամբողջական լինի, շատ սիրուն է, իմ ամենասիրելի տեսարաններից մեկն է Մայրամուտի արևի ցանկացած շողք։ Ես որոշեցի, որ դուրս կգամ պատշգամբում գործ կանեմ, որովհետև եղանակը իդեալական է, անձրև է եկել, ուրեմն այն, որ նկարագրում էի ծառերի ծաղիկների հոտը, այդ ծառերի ծաղիկների հոտին ավելացել է անձրևի այդ օդը, տրամադրությունը ու անբացատրելի բան է դարձել, ես պետք է դա վայելեմ, ինչքան էլ որ աշխատելու եմ, սուրճ կսարքեմ ու աչքս շատ է ինչ-որ կարմիրում չեմ հասկանում ինչից է։ Սուրճ կսարքեմ ու գործս կանեմ։ Ոչինչ, որ իմ վիդեոները ընկնում են գիշերվա, այսինքն մթության ժամերին, ես մեկը իրենց նկարելու եմ։ Այս տիպի տեսարանների մասին էի ասում, իհարկե ամբողջ ամառվա ընթացքում ինքը փոխվում է, տարբեր տեղերից է լինում ու շատ սիրուն միշտ ծաղիկները միշտ այստեղ լինում են ու ամռանը ես շատ հաճախ նկարում եմ այս պատը սենց սրտիկներով, իմ հենց YouTube-յան ալիքում background ֆոտոն ստեղարված սրտիկով նկարա, շատ սիրուն, այդ ժամանակ վարդեր էի կարծեմ նվեր ստացել, թե ինչ ծաղիկները, շատ սիրուն ֆոտո էր, ծաղիկները չի երևում այդտեղ, բայց ինքը ուղղակի ես այդ օրը հայտնաբերեցի, որ ուղղակի իդեալական տեսարան է սա։ Մինչև էդ էլ էի հիանում, բայց չգիտեի, որ ֆոտոներ կարելի անել ու այդքան սիրուն ստացվի։ Անգամ սենց ուղղակի շողքը մարդու։ Գիտեմ, շատ էսթետիկ սիրուն բաներ կարելի է ստանել։ Այս մեջտեղի մասը screenshot կարեք անեք ու դառնա իդեալական Pinterest-ի ինչ-որ նկար։ Առաջ ես այդքան էլ չգիտեի ինչին է պետք ուշադրություն դարձնել, օրինակ երբ որ տուն էինք նայում, ես նայում էի վերանորոգմանը, պատերը սիրուն լինի, իմ ուզած գույների մեջ լինի, եթե իմ ուզած գույների վերանորոգում է, պատերը իմ ուզած գույնի են, ուրեմն այդ տունը իդեալական է։ Իսկ հիմա, եթե տուն ընտրելու լինեմ, ես նայելու եմ արևի դիրքին եւ պատուհանների մեծությանը։ Դեռ այդքան պատուհաններն էլ մի կողմ, արևը որտեղից է շողում, որովհետեւ վերանորոգումը իմ համար արժեք չունի այդքան, եթե այդ տանը չկա արև։ Ու վերանորոգումը ես ինքս էլ կարամ շատ բաներ անեմ,
եթե ուզենամ ու ժամանակ, չգիտեմ, դա հնարավոր է ուղղել, ասենց ասեմ, բայց արևին համոզել, որ գա ուշողա այնտեղ, որտեղ դու ուզում ես, այդքան էլ հնարավոր չի։ Դրա համար ես անպայման դրան պետք է ուշադրություն դարձնեմ, դրան եմ ուշադրություն դարձնելու ցանկացած նման որոշում կայացնելիս։ Ես եկել էի սուրճի հետևից, բայց ավելի լավ միտք ունեմ, մնում է տեսնեմ սպանախ ունենք, թե չէ ու սարքեմ։ Myself wondering what did happen to the last 10. I ran away with my life, fast forward, never turn back again. It's kind of funny that the more we pass time, the more we need to set them rewind. And 19 was the year I had to leave you. Վիդեոներից մենակ մեկը հասցրեցի նկարեմ, այստեղ այս ծաղիկը հատուկ վերել էի, որ անպայման երևա, շատ եմ սիրում, որ եթե ծաղկած ծաղիկ կա, կադրում անպայման լինի։ Տենց մի վիդեոն նկարեցի, մյուսները մնացին։ Եթե էլի հասցնեմ կնկարեմ, մի հատ չայ խմելուց հետո, թեյ։ Եթե չէ, ոչինչ, թող մնա հետո։ Մազերիս թիքի պատվերը հասել է ու առաջարկում եմ մի հատ փորձենք, ճիշտ է հաջորդ օրն է սա, բայց կավելացնեմ երեկվա վլոգին, որ փորձարկումը անենք, եթե լավը ստացվեց, արտիկուլը կնշեմ։ Ուրեմն գրված էր, որ պետքա շատ քիչ քսել, այսինքն ինքը եթե շատ քսեցիր, ավելի վատ է ստացվելու, քան դրանից առաջ էր։ Okay. Ու գրված էր, որ ինչ-որ չոտկով է պետք անել, բայց ես հիմա ձեռքով կփորձեմ։ Չլինելուց ավելի լավ է ամենայն դեպս, տենց այս վիճակը չի։